Բարի ողջույն, ժողովուրդ, կրկին հանդիպեցինք, լուսինը խոյում է դեռ ամսի 2 դեկտեմբերի և 11 օրեկան լուսինը շատ լուրջ օր է, շատ լուրջ օր է, համ խոյը կրակ, համ այսօրվա 11 օրը նորից էլի կրակ, դու կրակ, բոլորս կրակ, աշխարհը կրակ, արևը դուրս է եկել, չնայած սարերում ձյուն է եկել։ Խորհուրդը սուրն է, որը ուժ է կենտրոնացնում կրակի տարերքներին, բոլորին, խոյերին, առույցներին, աղեղնավորներին, հիմա էլ աղեղնավորում ենք նորից էլի կրակ, հիշեք, որ ապրիլի վերջերից Նեպտունը կլինի երկբորյակ, ու ինչքան հիմա աղեղնավորի ընթացքում մինչև դա դեկտեմբերի 22-23-ն ով ինչ արեց, հետո սկսում է պատասխանները ստանալ։ Նույնն է այսօրվա օրն է այդպեսի։ Կրակե սուրը իր տիրոջը կտա ուժ, երաշխավորված հաղթանակ, բայց միայն այն դեպքում, եթե մարդը կկարողանա այն պահել իր ձեռքում, պատկերացրեք ինչքան կրակ ուժեղ է եւ շատ սուր է։ Կայծակը անփորձ, անվստահ, կասկածող մարդը կարող է անզգուշորեն այդ հզոր էներգետիկ անձենքը վնասել ինքն իրեն ու ոչնչացնել շրջապատը, քան էլ որ ընտանիքի տարը եւ ընտանիքին հարվածներ չտա զգուշեղեք եւ քանին որ աղեղնավորում ենք, իշխանավորները պետք է շատ զգուշ ու արդար ու ազնիվ լինեն, շատ ու իրոք օրենքով, ամեն ինչը օրենքով արվի, ոչնչացման միջոցները այսօր էներգիայի կենտրոնացման ամենաբարձր մակարդակն է, կարող եք շատ բանի հասնել, եթե ունենաք առաջնորդական որակներ, քաղաքական գործիչներին պարտադիր ասա վերաբերվում, լավ օր է համարվում, միայն հայրենասերների եւ անկաշար մարդկանց ասա վերաբերվում, թե եթե կաշառք եղավ ու կաշառակ եղավ իրանց կրպանի իրանց շայի համար ու երկակի խաղեղ վարողներ, այդ թուրը այդ հարվածը կրակ իրենց կխփի ու ընտանիքներին հարված կտա։ Արշավ սկսելու համար լավ օր է, եթե իհարկե ամեն ինչ անկեղծ ու անշահախնդիր է լինելու, հայրենասիրական մղումներ լինի, եթե որջ լուրջ խնդիր կլինեն խավարման ժամանակ, որը դա փետրվար ամիսն է։ Բոլոր անվճարական մարդիկ պետք է զգուշ լինեն, սուրը հիշեն, որ թափահարվելու է, էներգիալիկները հարկավոր է վերահսկել, հակառակ դեպքում ուժը կշրջվի դեպի իրենց կողմը։ Եղեք համբերատար, եղեք ազնիվ, արևը դուրս է գալի, Արամազդին հիշենք, ամբողջ այդ կրակը իր զորքով մեր վրա բերենք, որպեսզի հայ ժողովուրդը ոտքի կանգնի, որտեղ դա սպասվում է։ Եղեք համբերատար։